Գիտեք ինչ է փոխվել ինձ մոտ 6 շաբաթ շաքար ու խմոր չուտելուց։ Ես սկսել եմ զգալ ուտելիքների համը, եւ այդ համը զգում եմ իրենց ողջ նրբերանգներով եւ ամբողջ մայքով։ Ու կարելի է ասել, որ վայելում եմ այդ գործընթացը։ Ինչպես է, երբ վիրուսային հիվանդությունից հետո մեկ էլ հանկարծ զգում ես համ ու հոտ, մի տեսակ աշխարհը քոնն է դառնում։ Ինձ մոտ նույն զգացողությունն է հիմա։ Յուրաքանչյուր միրգ, յուրաքանչյուր բանջարեղեն, յուրաքանչյուր ընկույզ մի տեսակ վայելքով եմ ընդունում դեպի իմ օրգանիզմ։ Իրականում ես սկսեցի շաքար ու խմոր չուտել, որպեսզի ավելացնեի կենսաուժս, բայց արի ուտես, որ բոնուսային կարգով նաև կյանքի համը վերադարձավ։ Էնպես որ հարգելիներս, եթե դուք եք ուզում բարձրացնել ձեր կենսաուժը ու վերադարձնել կյանքի համը, կարող եք հետևել իմ օրինակին։ Այստեղ մի հոգեբանական մանրուք եւս կա։ Մանրուք, ինչն իմ կարծիքով շատ կարևոր է։ Երբ մենք շաքար ենք ուտում ու շաքարով քաղցրեղեն, այդ ժամանակ մեր ուղեղն ասում է այո, էլի, ու մենք սկսում ենք արագ ուտել ու շատ ուտել։ Եվ այդ ընթացքում մենք ուտում ենք մեր ուտելիքի հետ միասին նաև մեղքի զգացում, ինչի արդյունքում դա այսպես ասած ծանրանում է մեզ վրա, մեր խղճի վրա ու չենք կարողանում այդ գործընթացը լիարժեք վայելել ու համ զգալ։ Իսկ երբ մեղքի զգացում չունենք, ավելին վստահ ենք, որ մեր ընդունած սնունդը առողջարար է ու ավելացնելու է մեր կենսաուժը, այդ ժամանակ մենք մեծ հաճույքով ենք ուտում, դանդաղ ենք ուտում, զգալով ենք ուտում, գիտակցված ենք ուտում ու այդ ընթացքում ողջ համային նրբերանգը բացվում է մեր գլխում եւ ավելի հաճելի է դառնում սնունդ ընդունման process-ը։ Մեկնաբանության հատվածում անպայման գրեք, արդյոք բախվել եք նման երևույթի եւ առհասարակ, եթե դուք ել ձեր կերակրացանկից բացառել եք շաքարն ու խմորը, ինչպիսի դրական կամ բացասական երևույթների եք բախվել։ Շատ կարեւոր է այդ փորձառությամբ կիսվելը, որովհետեւ երբ մենք բաց աչքերով ենք գնում դեպի նպատակակետ, շատ ավելի հարթ է լինում այդ ճանապարհը։ Առողջ ապրել ինքնախնամ քե խաղաղ ապրել բարեկեցություն միտքդ բաց պահիր ապրիր սիրո մեջ հոգ տար քո մասին